Պարոն Գալստյան, դուք առաջին անգամ եք փաստորեն գալիս ավականու նիստին, մի տարուց ավելի անցել է 2023 թվականին, եւ դուք կալանավայրում էիք, այնուհետև փոխվել էր տնային կալանք, հիմա մեզ մի հարց հետաքրքիր, դուք փաստորեն Վարդան Ղուկասյանի հետ կապ ունեք, թե չունեք։ Երբանից չունեք։ 2023 թվականի հոկտեմբերի 10-ից։ Ինչով պայմանավորված։ Ցենց ասեմ ձեզ, այսօր Վարդան Ղուկասյանը փորձեմ իրանից տարբերվեմ, այն ինչ-որ ինքը փորձել է եւ արել է իմ հանդեպ, նույնիսկ ես իհարկե չեմ կրկնի։ Դուք ձեր կուսակցական ներողություն ձեր կապը խզելով հիմնավորել եք, ասում եք Վարդան Ղուկասյանը ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Նա էլ ասում էր, երբ որ Արտակ Գալստյանը թղթերը տարել ներկայացրել է, չի տեսել, որ Վարդան Ղուկասյանը, այսինքն ինքը ունի ՌԴ քաղաքացիություն։ Բնականաբար չեմ տեսել։ Դա հետո հայտնեմ։ Դա էլ միայն պատճառը, թե որ պահից սկսած ձեր եւ Վարդան Ղուկասյանի հարաբերությունները սխզվեցին, լարվեցին։ Նորից եմ կրկնում, քանի դեռ ինքը գտնվում է կալանքի տակ եւ վիճակի չի ինձ պատասխանելու, ես որևիցե կոմենտարիաներ չեմ տալու Վարդան Ղուկասյանի հետ կապված։ Բայց ձեր հետ կապված նա լայվերով բազմաթիվ կոմենտարիաներ արել է։ Եվ ոչ միայն դրանով։ Բայց տեսեք, ամեն դեպքում իր կողմից էլ են ասում, որ դու եւ ձեր այստեղ մյուս խմբակցության ձեր գործընկերները իր անվան հաշվին եք դարձել ավականու անդամ, մանդատ ստացել։ Լավ, ասենց ասում ձեզ, ես 58 տարեկան եմ, Վարդան Ղուկասյանը 45, երբ որ ես այս պետությունում եղել եմ, ինքը դեռ նոր առաջի քայլերն էր անում։ Ամեն դեպքում ով անունով։ Բայց չեք կարծում, որ իր շնորհիվ ձայնիկ տվեց։ Կարելի է պատասխանել։ Պատասխանեք։ Այսինքն ով ձայնով այգե, արդյոք դրական հատական տվող հասարակությունն է, հանրությունն է, ոչ թե Վարդան Ղուկասյանը կամ էլ Արտակ Գալստյանը։ Սպասվում են մոտալոտ ընտրություններ, կարծում եմ այն ժամանակ այդ հարցությունները։ Այսինքն դուք մասնակցելու եք ընտրություններին 26-ի։ Որ կուսակցությամբ ինչ։ Իսկ դուք համոզվում եք, որ ձեր խմբակցությունը օժանդակեց, որ Տիգրան Ավինյանը դառնա քաղաքապետ։ Ինչու՞, որովհետև եթե իրենք չմասնակցեն եւ քվորում չապահովեր, Ավինյանը չէր դառնա քաղաքապետ։ Ինչ կլիներ այդ ժամանակ։ Չենք ունենա քաղաքապետ, որի անունը Տիգրան Ավինյանն է։ Նորից կգնայինք ընտրությունների։ Դուք ո՞նց եք ուզում, դուք ուզում եք, որ Ավինյանը դառնա քաղաքապետ, ուզում եք որ հարց եմ տալիս։ Ինչ-որ մեկը կասկածում է, ոչ որքան ես գիտեմ, ընդ որում դա բավականին օբյեկտիվ է, բոլորը մեղադրում են ինչ-որ կուսակցության անդրակերտցիքներ անելու մեջ։ 21 թվականին ես եղել եմ վարչապետի թեկնածու, ընդ որում միակն եմ եղել, որ Սահմանադրական դատարանից հետո բողոքը տարել են ասում եմ երկրորդ դատարան, այսինքն անդրակերտցիքների ամբողջ պրոցեսը բիզնես դա ոչ մեկ չգիտի եւ մեխանիզմը նույնպես։ Այսինքն ինչ-որ մեկին թվում էր, եթե հարային ձայնը կոպիտ ասած չմասնակցեր քվորումին, ես էլ առանձին կարող դառնա։ Այլ անձի կընտրեին, այլ տեխնացի կընտրեին քաղաքապետ։ Ընդդիմության շուրջ կհամախմբվեին։ Ընդդիմության շուրջ կոալիցիա կա։ Չէ, կարա, որտեղ ես գտնվում եմ կալանքի տակ, մեկ Տիգրան Ուրիխանյանը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում հետախուզման մեջ, ձայների քանակով չէի կա։ Լավ, հիմա դուք ԿՊ եւ Ավինյանի կողմ եք թե դեմ։ Բնականաբար դեմ։ Բայց ձեր գործողություններից ձեր ֆրակցիան քանի անգամ իր նախաձեռնություններին կողմ եք հրաժարվել, այդ թվում օրինակ արմի գծերի մասով, կամ նպաստել առնվազն, կամ պասիվություն է ցուցաբերել, որ ձեր հարցին պատասխանեմ սենց այսօրվա գործող իշխանությունը անհիմն կալանավորել է ինձ, որդուս, կնոջս, հարցից մինչև հիմա հետախուզման մեջ է։ Եթե այսքանից հետո ինչ-որ մեկը մտածում է, որ Արտակ Գալստյանը կարող է լինի քաղաքացիական պայմանագրի հետ, ես ընդհանուր բան կարող եմ ասել, որ այդ մարդուն ընդդուք ջարժ համակարգային խնդիր։ Դրանով այդ հարցը ես պատմում եմ։ Ինչ վերաբերում է կարմիր գծերին եւ մնացածին, ամեն դեպքում հանրային ձայնի մետաղները այդ ընթացքում կարողացել են դիմագրավել պահպանել իրենց գոյությունը քաղաքական դաշտում, այնպես ինչպես կարողացել են մի կողմից ես, մի կողմից Վարդան Ղուկասյանի հարձակումները, մյուս կողմից հետո համատարած ձերբակալումները։ Շատ լավավոր մամուլ։ Սխալ համարում եք ձեր թիմակիցների պահվածքը այդ շրջանում։ Սխալ համարում եք ձեր թիմակիցների պահվածքը եւ գործունեությունը։ Թիմակիցների եւ նրանց պահվածքի դա ներքին կուսակցական խնդիրն է, չեմ կարծում, որ դրա կարիքը կա, որ մենք դա բարձրացնենք։ Նկատի ունեմ ԿՊԱ-կանների նախագծերին կողմ քվեարկելով կամ դրանց անցնելու նպաստելով իրենց քաղաքական գոյությունը պահպանել։ Մեր համար գոյություն չունի ԿՊԱ-կանների նախագծեր, ամբողջ խնդիրը կառավարվում դրանով, թե նպատակ նախագիծը որքան համահունչ Երևան քաղաքին։ Եթե համահունչ է Քավլիցի, ԿՊՆԳ-ի թե Մայր Հայաստանը, թե մենք
կողմ են քվարկելու, եթե զգացին, որ սխալ է, բնականաբար։ Հիմա 160,000 դրամ սարքելը համահունչ է, դուք օրինակ վարորդ չգիտեմ, եթե մեքենա վարում եք, ձեզ ձեռք է տալիս 160,000 12-ի փոխարեն։ Մեքենա ունեմ, բայց 3 տարի արգելավված է, կուսակցը գրասենյակն է պլոմբած է, գտնում եք։ Դուք կանեք 160,000 դրամը որպես վարորդ նախին կամ ապագա։ Նորմալ է համարում։ Համահունչ է քաղաքի։ 160,000 դրամը չի մասնում, կանգարի։ Տարեկան, հա, կարմիր գծերի։ Ունի մասնով գտնում եմ, որ իրոք սխալ էր, բայց նաև սխալ է 12,000-ը, այլ երրորդը կարող եմ ավելացնել, ինչ վերաբերում է խցանումներին, հաստատ կյանքն էլ ցույց տվեց, փորձն էլ ցույց տվեց, որ կանգարների գինը բարձրացնելով այդ խնդիրը չի լուծվում։ Կարող եք ասել, որ ձեր թիմակիցները սխալ են արել նպաստել են դրան։ Բան ասեմ, նորից կրկնում եմ իմ ասածը, ինչ հատարել են թիմակիցները, ինչ չեն կատարել, դա ներքին կուսակցական խնդիրներն են։ Պարոն Գալստյան, ասացի ԿՊ-ից մեկը եկել էր դատական նիստին, ով էր եւ ինչու էր եկել։ Ոնց էր անում, ԿՊ-ից որ եկել էր։ Այդա մենք այն ժամանականը որ շատ էր շարքում Արտակ Գալստյանի ընտանիքին առաջադրված մեղադրանքները, մենք գրավոր դիմել ենք, ընդ որում շահարկում է նաև մեր ընդդիմադիր գոլեգաների կողմից, մենք գրավոր դիմեցինք բոլոր խմբակցություններին, որ մինչև շահարկելը գոնե մեկ անգամ եկել դատական նիստի, տեսեք ինչա կատարվում։ Իզարմանոսինց եկավ մենակ քաղաքացիական պայմանագրից, ուրիշ որևէ ֆրակցիայից չէ։ Եվ ասում էին ներողություն, որ ասում էին դատական նիստերին, որտեղ հետազոտում են գործի ապացույց։ Եվ ինչ տեսան։ Ինչ որ բաներ համոզվեցին, որ զորակ է։ Ասում էին ընդդիմությունը, հատկապես նրանք, որոնք որ չեն միացել Տիգրան Ավինյանի ընտրության, ասում էին, որ առևտուր է տեղի ունեցել ԿՊ-ի եւ հանրային ձայնի միջև։ Նման բան հայտարարողներին ընդհանրապես ես ձեզ խորհուրդ կտամ, իրավունքը ձեռնարկատակ է հարցը թե չէ, մի հատ հարց տվեք, ասեք, եթե 2023 թվականի հոկտեմբերի 10-ին առևտուր է եղել ԿՊ-ի եւ մեր մեջ, ինչն է պատճառը, որ ես անձամբ Գալանքից ու Բարաշենքերար կատարողականից դուրս եմ եկել 2024 թվականի սեպտեմբերի 10-ին, որդիս դեկտեմբերի 10-ին, այսինքն 2 տարի հետո։ Այսինքն այդ ինչ առևտուր է արել, որ պետք է համաձայնվի, որ տղաս կամ կինս կամ ես մտնենք թողեք ավարտեմ, միևնույն ժամանակ այդ ինչ առևտուր էին կարել, որ հանրային ձայն կուսակցության գրասենյակը, այդ դրանից խոսացեք, որ քաղաքական կուսակցության գրասենյակը երրորդ տարին է կապարակնքված է ամբողջ շրջանառությունը գտնվում է քննչական կոմիտեում, այն դեպքում, երբ որ գործերը գնացել են ամբողջովին դատարան եւ որովհետեւ մեկը իրեն չի ճանաչված։ Իսկ հնարավոր է Վարդան Ղուկասյանը մտած լինի առևտրի մեջ։ Ունեք այդպես կասկած կամ ենթադրություն։ Նայեք ժողովուրդ ջան, ամբողջ խնդիրը կանոնավորանում, ես իրավաբան եմ, բնականաբար որոշակի հարցեր ես ունեմ իմ կասկածները, բայց մինչև չունենամ ապացույցներ, չեմ կարող որևիցե բան ասեմ։ Ինչ վերաբերում է ձեր ասածին, հնարավոր է Վարդան Ղուկասյանը թե ոչ, ես այն ժամանակ հրակատարողական հիմներքում հնարավորություն ունեցել եմ տեսնել իր լայվը, կարծում եմ, որ Վարդան Ղուկասյանն ինքը ուղիղ է հայտարարել, որ Ավինյանին քաղաքապետ դարձնել եղել է իր որոշումներից մեկը։ Իսկ երբ որ Վարդան Ղուկասյանը հայտնվի ազատության մեջ, ճիշտ ասած, հիմա չգիտենք, մեկ ասում են ազատ է, մեկ ասում են այնտեղ է։ Բայց Վարդան Ղուկասյանը չեմ Սա երբ որ ազատության մեջ հայտնվի եւ հնարավորություն լինի նրա հետ կապի դուրս գալ, դուք նրան ինչ կասեք։ Երբ որ կհայտնվի, երբ որ դուրս գա, ասելու բան։ Այն ժամանակ իհարկե։ Բայց նա ինքը ասել էր, ես եմ ստեղծել հանրային ձայնը, ես էլ կթաղեմ։ Դուք ինչպես եք նրա ստեղծած։ Քաղաքական գործիչ, որ ասում էր Արցախ Հայաստանը եւ վերջ հետո։ Նույն այդ քաղաքական գործի արածները հիմա ճիշտ են, պարոն Գալստյանը, ձեզ։ Որպես ավականու անդամ ինչպես կգնահատեք եկեղեցու շուրջ ստեղծված այս իրավիճակը։ Ու կարծում եմ, եթե միջև այդ հարցը տալ, եթե դուք մի քիչ ուսումնասիրեք այն թեկուզ եւ Facebook-յան էջը, այդ հարցը չեք տա։ Բնականաբար շատ վատ։ Դուք առաջին անգամ եք եկել ավականու նիստին, հիմա ենք հարց տալու հնարավորություն ունենում, պարտավորված չենք մտնել ուսումնասիրել ձեր Facebook-յան էջը։ Նկատի ունեմ, որ բավականին վերջին նույնիսկ կալանքի ժամանակ եւ տնային կալանքի եւ հիմա էլ վարչական հսկողության տակ են բազմաթիվ հրապարակային մենք այդ հայտարարությունները արել ենք։ Հիմա դուք ասացիք 2026 թվականի ընտրություններին մասնակցելու եք։ Ո՞վ է ձեր վարչապետի թեկնածու։ Ես։ Դուք միայնակ եք մասնակցելու ԿՊ-ի հետ։ Չեք միավորվելու։ Իհարկե։ Դուք նաև քաղաքապետի թեկնածու էիք, բայց տեսանք, որ չընտրվեցիք փաստորեն։ Ինչ հույսով եք այս դեպքում մեծ խորհրդարանական ընտրությունների մասնակցում։ Լավ, արեք ես ձեր հարցից ինձ պատասխան ունեմ։ Այսօր հարցակում են եկեղեցու վրա ամբողջ պետական մեխանիզմը։ 3 տարի առաջ ամբողջ պետական մեխանիզմը հայտնվել հարձակվել է իմ ընտանիքի վրա եւ հանրային ձայն կուսակցության վրա։ 3 տարի հետո հանրային ձայնը կա դեռ ոտի վրա է։ Հուսով եմ եւ վստահ եմ, որ Կաթողիկոսը նույնպես ամեն ինչին կդիմագրավի։ Այդ նույն հույսով վստահ ենք, որ վաղ հույսով եթե նույնիսկ մենք էլ չհաղթենք,
գոնե ընդդիմադիր ուժերը կունենան այն ձայնային մեծամասնությունը, որ կազատվեն քիչ։ Կներեք, մի քիչ շատ ամբիցիոզ համեմատական չէ, ձեր ընտանիքին համատել կաթողիկոսի եկեղեցու հետ։ Ոչ, ես երևույթի հետ եմ համատում, բացարձակ։ Շատ լավ։ Հիմա հույս է կաթողիկոսի հետ ինձ համատում։ Հիմա շատ լավ։ Ձեր այստեղ գտնվող թիմակիցները լինել են ձեր ցուցակում այստեղ։ Միանշանակ մեր թիմակիցները մեր հետ են, որովհետեւ խնդիր չկա։ Ասեմ ավելին, որ հնարավորություն ունենալով տելեկոմունիկացիաները մենք կարողացել ենք իրար հետ կապել։ Իսկ այլ ընդդիմադիրների հետ կմիավորվեք։ Նայածում։ Ում Ում հետ եք չեք միավորվի։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, պատի ոչ չմիավորվեն, մնացածը Սամվել Կարապետյանի էս նոր ձևավորվում։ Էդմոն Մարուքյան։ լավ, բայց դուք եթե Բայց ասում ես ինչ-որ ես ասեցի այո կամ ոչ, սա այսօրվա իրավիճակային գնահատականն է։ Այսինքն կարող է կարծիք փոխվի։ Կարող է փոխվել։ ԿՊ-ի հարցում միանշանակ չեն փոխվի, մնացածի հարցում նորից եմ ասում, նպատակը իշխանապահ։ Բա ինչպես եղավ, որ դուք ազատության մեջ հայտնվեցիք, այսինքն ինչպես փոխվեց։ Լսեցին բոլոր վկաները, հետազոտվեցին բոլոր ապացույցները, դատարան որոշում։ Ինչի համար էիք մեղադրվում, պարոն Գալստյան։ Ու մեղադրանքը սկսվում է հետևյալ նախադասությունը, որ ստեղծել են հանրային զանգվածությունը, որ ձեռք բերեն հեղինակություն եւ հերթականացությունների միջոցով զարգացնել Հայաստանի իշխանությունը։ Ձեր նկատմամբ Ու հետո արդեն մնացած է։ Պարոն Գալստյան, Կատարվել է հաղորդում, կատարվել են իբր թե քննչական գործողություններ, կարգարժման որոշում, բողոքարկել եք դատարան, հենց այս պահին գտնվում այդ խոշտանգում ինչի համար է, դուք ոնց եք գնահատում։ Արել են անձամբ ձեր դեմեր ուղղված, թե մեկ Վարդան Ղուկասյանի վրեժը փորձել են ձեզանից լուծել։ Բացարձակապես Վարդան Ղուկասյանը Նրա հայոյանքների վրեժը խոշտանգումների հետ կապված բացարձակապես չկար, ես ես վերջերս նրան տապանում երեքանացեք, կրկնվեմ։ Իզարմանսից իսկ պահանջում էին ցույցնիկներ գլխավոր դատախազան Նավաստապետյանի եւ Արմենիայի տնօրեն 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 Արմեն Ալազյանի։ Ովքեր են պահանջում քննչական կոմիտեը։ Կոմիտեն նախագահին է։ Արգիշտի Կիարյանյանի ժամանակ։ Ուղղակի պահանջում են, որ իրազդան ցույցնիկ տան, որ իբր թե իրենք դուքել են տրամադրել ինձ, ես էլ Վարդան Ղուկասյանին, որ վարկապետին Նիկոլ Փաշինյանին բնականաբար ես այդ հիմարության մեջ չմտա, որի արդյունքը եղավ ոչ թե։ Վարդան Քարամյանը տենց ուզում էր միջգերատեսչական խնդիր լուծել ձեր միջոցով։ Ես այն ինչ-որ հիմա ձեզ ասեցի արգելից, դա գրված է հաղորդման ըստ տեքստի մեջ, որը դարել է քննության առարկա։ Իսկ ինչ-որ քայլեր ձեռնարկել են։ Հիմա նոր ասեցի ելույթի ժամանակ, թե այսօրվա նախաքննական մարմինները ինչպես են աշխատում։